եթե չէիք ավարտել։ Պարոն Փաշինյան, Ադրբեջանի փոխվարչապետի այսի շուրջ 3 տեղեկություններ շրջանառվեցին, որ նա եկել է այստեղ նաև ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցելու համար։ Խնդրում եմ հրապարակավ հերքել կամ հակառակը հաստատել այդ շրջանառվող տեղեկությունները։ Եվ երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, քաղաքացիների հանդիպումների շրջանակում տեսնում ենք, որ դուք բազմաթիվ երեխաների հետ եք նաև հանդիպում։ Սա այս նախընտրական շրջանում ինչ է, եթե ոչ նրանց քաղաքականության մեջ ներգրավելը, քարոզչության մեջ ներգրավելը, եւ ծնողները նաեւ քաղաքական ուժեր կարող են օրինակ դիմել դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողով, որովհետեւ կարծես ոտնահարվում է նրանց իրավունքները, նաև 3 դպրոցներից կարծեմ մեկում կամ 2-ում հնչել է ձեր կուսակցության երգը, երեխաները բեմադրել են, երգել են այդ երգը եւ սա էլի ինչ է, եթե ոչ ուսումնական հաստատությունը քաղաքականացնել։ Երգը կուսակցությանը չէ, երգը Հայաստանի Հանրապետության մասին է եւ ես չեմ կարող որևէ երեխայի արգելել, որ եթե ուզում են գան ինձ տեսնելու, եթե լինի որևէ տեղեկություն, որ որևէ երեխայի հարկադրաբար, պարտադրաբար կամ որևէ անթույլատրելի ձևերով բերում են կամ ընդհանրապես ես ուզում եմ ասել, ես այս գլխից ուզում եմ հստակ հայտարարել, իմ մասնակցությամբ որևէ միջոցառում, եթե որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս առանց քննարկման ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ։ Եթե որևէ պետական պաշտոնյա վարչական ռեսուրսին ենթարկվելով գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ։ Առավել եւս երեխաների հետ կապված, եթե այդպիսի բան պարզվի, բայց դուք կարծում եմ տեղում չեք լինում եւ լավ պատկերացում չունեք։ Մյուս կողմից ես ուզում եմ ասել, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցել միջոցառումների, երկրի վարչապետը այցելում է միտեղ, այսինքն դա կարծում եմ, չնայած ես շատ եմ տարբեր տեղեր այցելում, բայց այնուամենայնիվ դա սովորական եւ շարքային իրադարձություն չի, եւ մարդիկ կան, որոնք ուզում են հաղորդակցվել այդ իրադարձության հետ, բայց ուզում եմ հակառակն էլ ասեմ, հանկարծ եթե վարչական ռեսուրսով որևէ մեկը օրենքով արգելված ձևով որևէ մեկին արգելի, հեսա նախընտրական շրջանական, կամ վարչական ռեսուրս օգտագործելով կամ հարկադրի գալ կամ արգելի գալ, երկու դեպքում էլ հետևանքները նույնն են լինելու, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ազատ ժողովրդավարական պետություն է, ինչ վերաբերվում է ձեր նշած առաջին հարցին, մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Եվ ես ուզում եմ ասել նաև, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց եւ մնացած տեղերի վերադարձի հայերի վերադարձի հարց, որովհետեւ ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումները ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա եւ մեկը մյուսին կարող են եւ հաճախ այդպես էլ պատահում է թեժացնում են եւ նաեւ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա որ երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել հետո բավարար էֆեկտ չի ունենում իրանց համար, երկրորդ հարցն են էսկալացնում, այսինքն դա էժան ներքաղաքական շահարկում է եւ ոչ ավելի։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ կան մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց իրանք չեն հասկանում ինչի համար են խոսում եւ ինչ նպատակադրմամբ։ Օրինակ Կալուգացի օլիգարխը 100%-ով համոզված են, որ չի հասկանում ինքը ինչ է ասում եւ ինչի համար է ասում։ Իրեն հանձնարարում են ինքը ասում է։ Ուրիշ որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսում, ինքը հարցերի փոխկապակցվածություններն էլ չի հասկանում։ Դա էժան քաղաքական շահարկում է եւ ես հստակ պատասխանեցի ձեր հարցին, որ մենք նման հարց երբեք չենք քննարկել, երբեք։ Շնորհակալություն,
Պարոն վարչապետ, շարունակելով Ադրբեջանի վարչապետի այցի թեման, ցանկանում էի տեղեկանալ արդյոք ընդունված ուղեցույցները, որ փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց են ընդունվել, ինչպես նաև սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույց են ընդունվել, այս ուղեցույցները, պարոն վարչապետ, վերաբերում են հստակ սահման ինչ-որ հատվածի մասին, թե ամբողջ երկայնքով սահմանազատման մասին են, եւ պարոն վարչապետ, արդյոք պայմանավորվածությունները ձեռք բերված, որ պետք է սահմանազատումը տեղի ունենա երկրի հյուսիսից դեպի հարավ, այդպես էլ պահպանվում են, թե կապված թրիպի հետ կարող է փոփոխություն լինի եւ սահմանազատումը առաջնահերթությունը տրվի այդ հատվածին, այդ պայմանավորվածությունը արդյոք ձեռք բերվել է այս հանդիպման ընթացքում եւ գործարարներ էին մասնակցում նաեւ երկու կողմերից այդ հանդիպմանը, ինչ որ նորություն կարող եք մեզ հաղորդել, պարոն վարչապետ, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, հնարավոր է որ մոտ ապագայում այլ երկու կողմերից առևտրաշրջանառությունը ավելի մեծանա ու նաեւ Ադրբեջանը ինչ որ ապրանքատեսակներ ձեռք բերի Հայաստանից։ Նախ ես ուզում եմ արձանագրել եւս մեկ անգամ, որ երկու երկրների փոխվարչապետերի այցերը Ադրբեջան եւ Հայաստան եւ նրանց գլխավորած պատվիրակություններով հանդիպումները Հայաստանում եւ Ադրբեջանում իրենք պատմական իրադարձություններ են, որոնք նշանավորում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման, ուժեղացման մի նոր եւ կարեւոր շրջափուլ եւ ես ուզում եմ գոհունակության խոսքեր ասել երկու երկրների փոխվարչապետերին այդ աշխատանքը իրականացնելու եւ արդյունավետ իրականացնելու առիթով։ Ընդունված փաստաթղթերը իրենք շրջանակային նշանակություն ունեն եւ բնականաբար վերաբերվում են սահմանազատման եւ սահմանագծման process-ին, այսինքն սկզբից կանոններն են սահմանում, հետո իրականացվում է այդ աշխատանքը, հաջորդը պայմանավորվածությունները բնականաբար ուժի մեջ չեն, բայց ես ասել եմ նաեւ, որ TRIP-ի հետ կապված նախագծերի իրականացման համար փոքր հատվածներում, փոքր այնքան ինչքան անհրաժեշտ է նախագիծը իրականացնելու համար, այսինքն երկաթուղի պետք է անցնի օրինակ, բայց երկաթուղին կառուցելուց առաջ մենք դրա համար ինչքան է պետք, եթե տեղ կա կարող է 3 կիլոմետր անհրաժեշտ, տեղ կա 1 կիլոմետր, տեղ կա 5 կիլոմետր, սահմանի գիծը պետք է շատ հստակ լինի, որպեսզի այսինքն այդտեղ թյուրըմբռնումներ եւ տարընթերցումներ չլինեն։ Ինչ վերաբերվում է, այո, եւ շատ կարեւոր է, որ մինչեւ հիմա մենք դրան անդրադարձ չունեցանք, արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում եւ սա տրամաբանական է։ Ուզում եմ ասել, որ նոյեմբերից մինչև հիմա շուրջ 26000 տոննա ապրանքներ են Ադրբեջանի տարածքով, տրանզիտով նաև եկել Հայաստանի Հանրապետություն։ Եվ հիմա գործնականում արգելք եւ որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն, բայց ելի եմ ասում, մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը 35 տարի աշխատել է ավտոմեքենայով արտահանելու տրամաբանությամբ եւ որևէ մեկի համար հեշտ չի ուղղակի միանգամից տրանսպորտային միջոցը փոխել եւ ես համոզված եմ, որ առաջիկայում նաեւ այդպիսի Հայաստանից արտահանումներ կլինեն։ Ես էլի ուզում եմ ընդգծել, որ արգելք որևէ քաղաքական կամ տեխնիկական չկա։ Ինչպես գալիս են Հայաստան գնացքով ապրանքներ, այնպես էլ Հայաստանից կարող են Ադրբեջանի տարածքով ապրանքներ արտահանվել։ Եվ այս առումով խնդիր չկա եւ հիմա ցուցակներ են փոխանցված մեկը մյուսին, կողմերը, գործարար համայնքները իրենց հետաքրքրությունը արտահայտելու եւ համոզված են, որ հնդածս այդ թվում Հայաստանից որոշակի ապրանքախմբեր կարտահանվեն այդ թվում Ադրբեջան, ինչպես Ադրբեջանից Հայաստան։